Հայաստանում իշխող վարչախումբը ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ ռեպրեսիաների նոր ալիք է սկսել, ձերբակալվել են 9-ի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։ Բարև Տիկին Ադիբեկյան։ Բարև։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նմանապես։ Տեսեք, ռեժիմը նորից ըստ էության անցել է հարձակման, հատկապես 4 իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Ես նշեցի քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ակնհայտ ապօրինի ձերբակալությունը և կցանկանայի նշել նաև այն, որ ռեժիմը նաև փորձ է անում ամբողջական ճակատով գրոհել ողջ ընդդիմադիր լրատվական դաշտի նկատմամբ։ Ինչ կասեք այս մասով։ Ես ընդհանրապես կարող եմ պնդել, որ այն ինչ որ դուք ասացիք համապատասխանում է իրականությանը, այստեղ ընդհանրապես կարող եմ հավելել, որ նրանք ոչ միայն 4 իշխանությունն են ուզում վերցնել իրենց ենթակայության տակ եւ առհասարակ կոտրել 4 իշխանությունը, այլ նաեւ 3-րդ իշխանությունը, որը հանդիսանում է դատական համակարգը, որովհետեւ ձերբակալելը քիչ է, անհրաժեշտ է, որ նրանք ստանան նաեւ անհրաժեշտ ռեժիմի շահերից բխող դատավճիռներ։ Եվ դա զուգահեռ գործընթացներ են, որոնք պետք է գործեն զուգահեռ եւ ապահովեն եւ դատական համակարգի փլուզումը եւ ենթարկումը իշխանություններին եւ 4-րդ իշխանության, այսինքն ԶԼՄ-ներին, որովհետեւ եթե չլինեն դատավորներ, որոնք ապօրինի դատավճիռներ կկայացնեն, ապա հնարավոր չի լինի լրացնել ընդդիմադիր դաշտը եւ ԶԼՄ-ների տեսքով եւ առհասարակ ընդդիմադիր գործիչների տեսքով, որովհետեւ մի քանի ամիս առաջ մենք ականատես եղանք, ինչպես 3-րդ իշխանությունը կոտրվելով եւ պարկելով իշխանությունների տակ ապօրինի կերպով դատապարտեց 2 ընդդիմադիր կարևորագույն գործիչների, որոնք են Միքայել եւ Բագրատ Սրբազանները։ Դուք բացի սոցիոլոգ լինելուց նաև Ադրբեջանի հարցերով փորձագետ եք, բավականին լավ մասնագիտական գիտելիքները կիրառել եմ Ադրբեջանի ուսումնասիրության ոլորտում։ Բավականին լավ տեղյակ եք այդ երկրից, այդ երկրի բարքերից, այդ երկրի ռեժիմի կողմից իրականացվող քաղաքականությունից, հատկապես իրենց դիմախոսների նկատմամբ, եւ արդյոք Հայաստանը չի գնում դեպի ադրբեջանացում, եթե օրինակ ձերբակալվում են պոդքասթի համահեղինակներ, ներխուժում են խմբագրություն, առգրավում են տեխնիկան, սա ինչ է նշանակում, եթե ոչ Ալիևյան ռեժիմի կրկնօրինակում։ Ադրբեջանականացումը Հայաստանում 18-19 թվականներին էր։ Հիմա արդեն գործընթացը ավարտվել է գրեթե։ Այսինքն Հայաստանի ադրբեջանականացումը մտել է իր եզրափակիչ փուլ, որովհետև ոչ միայն մենք գործ ունենք ոչ միայն ընդդիմախոսներին բանտարկելու մասին, այլ նաև մենք գործ ունենք ընդդիմադիրներին սպանելու մասին։ Այն ինչ Ալիևյան Ադրբեջանում նորմալի երևույթ է։ Երբ որ ռեժիմին անհաճո գործիչները պարզապես սպանվում են եւ բնական է, որ ոստիկանությունը ինչ որ շատ հրաշալիք ձևերով չի կարողանում գտնի սպանողին, չնայած ամբողջ քաղաքը տեսախցիկներ են եւ այսօր հնարավոր չի անել ոչ մի քայլ առանց համապատասխան մարմինների տեղեկության։ Ոնց որ մենք մտել ենք ադրբեջանականացման եզրափակիչ փուլ։ Ադրբեջանը ունի բնական ռեսուրսներ, հա, եւ այդ բնական ռեսուրսների հաշվին Ալիևը կարող է իր բռնատիրական համակարգը պահպանել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների համատեքստում։ Ինչ կարող է անել Փաշինյանը, ինչի հաշվին նա կարող է Հայաստանում կառուցել Ադրբեջանի մոդելի ավտորիտար կամ տոտալիտար իշխանություն։ Հայաստանի պարագայում
նույն դերակատարությունը խաղում է ռեսուրսների բացակայությունը, մեկ երկրորդը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը այն ռեսուրսն է, որը սարքում է Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքը, որը դե ֆակտո տրվելու է միջազգային գործող ուժերին, որ Փաշինյանը ունենա հնարավորություն տիրի Հայաստանում ինչ ուզում է եւ անգամ Սյունիքի կորուստի եւ Հայաստանի ինքնիշխանության կորուստի գնով։ Այսինքն Հայաստանի նավթը հանդիսանում է այդ միջանցքը, որը ցավոք սրտի պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով Բաքվի եւ Անկարայի շահերից բխող տարբերակով, որ այնտեղ մի քանի տարբերակներ կան այդ միջանցքի գոյություն ունենալու, եւ ընդամենը մեկն է, որը քիչ թե շատ համապատասխանում է Հայաստանի շահերին եւ այդ տարբերակը իհարկե չի դիտարկվում են կոշտ տարբերակները, որոնք սպասարկելու են Բաքու-Անկարա շահերը եւ դրա հետ միասին նաեւ այն միջազգային ուժերի ֆինանսական, տնտեսական եւ այլ եւ քաղաքական հետեւաբար, որոնք օգտվելու են այդ միջանցքից եւ թեթևացնել իրենց տնտեսական բեռը։ Հետեւաբար դա օգտագործվելու է Փաշինյանի բռնատիրական նախասիրությունների իրականացման։ Ձեզ կշարունակվեն ձերբակալությունների այս ալիքը մինչև բուն ընտրություններ։ Ոչ միայն կշարունակվեն, այլ ավելի կխստանան։ Ավելի վաղուց եմ ասել եւ մենք հիմա ականատես ենք նրան ինչ ժամանակին հնչեցվում էր որպես թեզ, որ ռեժիմը գնալով ավելի է խստացնելու եւ ավելի է սեղմելու ընդդիմադիր դաշտը, որովհետեւ Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի հաջորդ ընտրություններում հաղթանակ տանելը եւ հետեւաբար դրա համար նա պետք է լրացնի ընդդիմադիր դաշտը եւ ամենաէֆեկտիվ միջոցը դա ընդդիմադիրների չլինելն է, այսինքն նրանք կլինեն բանտերում, նրանք կլինեն սպանված եւ կամ նրանք կլքեն Հայաստանը լրիվ 100%-անոց ադրբեջանական մոդել։ Դուք նշեցիք Զանգեզուրի միջանցքը ասվածի մասին, փաստելով այն, որ դա է Փաշինյանի իշխանության հիմնական երաշխիքը, որ արտաքին դերակատարները կարող են հանդուրժել նրա կամայականությունները Հայաստանի ներսում։ Այնուամենայնիվ մենք ֆիքսում ենք, որ այս օրերին, երբ որ ռեժիմը փորձ է անում վերջնականորեն ճնշել Հայաստանում ազատ խոսքը, ընդդիմադիր գործունեությունը, Ադրբեջանում նորից խոսում են Զանգեզուրի միջանցքը ասվածի մասին եւ ռետորաբանությունը շատ ավելի սուր է, քան ամիսներ առաջ։ Ինչով է դա պայմանավորված։ Արդյոք նրանք վախենում են, որ Փաշինյանը չի վերարտադրվի։ Դիվանագիտության մեջ կա այսպիսի սկզբունք, որ երբ որ դիմացին հետ համաձայն է, ինչ որ պահանջի կամ ինչ որ առաջարկի հետ դիմացին հետ համաձայն է, ուզիր ավելին է, այսինքն դա նշանակում է, որ նա ավելին էլ կարող է տալ, եթե առանց ոչ մի խոչընդոտի կամ առանց առարկման նա համաձայն է քո պայմանների հետ։ Այսինքն Փաշինյանը համաձայնվել է Բաքվի բոլոր պահանջներին, Բաքուն գիտակցում է, որ եթե նրանք այս կետի հետ համաձայն են, այս պահանջները կարելի է ավելի խորացնել։ Եվ խորացնում են, եւ կոշտացնում են, եւ պահանջները աճում է, որովհետեւ այստեղ խնդիրը այդ միջանցքը չկրկնվեմ, էլի միջանցքի եւ ճանապարհի տարբերությունը շատ բազմիցս եմ խոսել դրա մասին, եւ վերլուծություններ շատ կան կարելի է խոսել, այստեղ վերահսկողության թեման է, եւ Բաքվին պետք չի, որ այստեղ այս ճանապարհը վերահսկվի Հայաստանի, Ռուսաստանի, ես չգիտեմ, Եվրոպայի, Ամերիկայի կողմից։ Բաքվին պետք է, որ այդ ճանապարհը վերահսկվի Բաքվի եւ Ադրբեջանի զինված ուժերով, այսինքն Բաքուն ակնկալում է, որ նրանց զինված ուժերը ներկայ են լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում
եւ նրանք են որոշելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունենան հատել իրենց սեփական երկրի ներսում ինչ որ տարածքներ, հա, եւ դա Բաքվի վերջնական ցանկությունն է Միջանցքի հետ կապված, որովհետեւ նրանց գլոբալ ծրագիրը կայանում է նրանում, որ այս սցենարի իրականացման դեպքում Սյունիքը հայաթափվելու է, Սյունիքը ենթարկվելու է տնտեսական մեկուսացման, քանի որ հասանելիությունը կենտրոնի հետ դժվարանալու է, հետևաբար մարդիկ տեղափոխվելու են ավելի մոտ կենտրոնին, Երևանին, Երևանը մերձ տարածքներին, այդ տարածքը կհայաթափվի, մարդ չի լինի եւ նրանք կկարողանան այդ Սյունիքը առանց մեկ կրակոցի յուրացնել, որովհետեւ տարածքը, որը չի օգտագործվում, տարածքը, որտեղ չկան ոչ մի ստրատեգիական օբյեկտներ, տարածքը, որտեղ ներկայացված չի բանակը եւ որտեղ չկա բնակչություն, դա յուրացման ենթակա տարածք է, այսինքն ոչ ոք չի կարողանա ասի, չէ, այդ մերն է։ Այսինքն Բաքվի ուզածը դա է ընդհանրը եւ դա լուծում է մի շարք երկրների խնդիրներ, այսինքն Թուրքիա, Ադրբեջանը անդամալույց են անում Հայաստանը եւ կտրում են եւս մեկ հնարավոր արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհից, որը հանդիսանում է Հայաստանի Իրան ճանապարհը, Իսրայելը լուծում է Իրանի մեկուսացման հարցը, այսինքն պոտենցիալ ռազմական գործողություններ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Իրանը զրկվելու է մատակարարման աղբյուրից։ Դա լուծում է Իրանի առհասարակ տնտեսական մեկուսացման խնդիրը, որին ձգտում է նույն ԱՄՆ-ն, նույն Եվրոպան, համարելով, որ Իրանը, չգիտես ինչի, Ամերիկայի համար վտանգ է, հա, սա է, եւ դրա համար պետք է նրանք լուծեն առաջին ամենակարևոր խնդիրը, դա Միջանցքի գոյությունն է եւ երկրորդը դա Միջանցքի վերահսկումը Թուրքիայի կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Իդեպ այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ սկսել են խոսակցություններ այսպես կոչված անկլավների հանձնման մասին եւ Տիգրանաշենի հանձնման մասին Ադրբեջանին։ Փաշինյանը նույնիսկ դա փորձեց փաթեթավորել իբրև թե Արցվաշենի հարցի տեսքով, հա, Արցվաշենի վերադարձի հարցի տեսքով։ Արդյոք համադրելի կլինի անկլավների եւ Տիգրանաշենի հանձնումը Արցվաշենի ենթադրյալ վերադարձի հետ եւ եթե տեղի ունենա հանձնում անկլավների եւ Տիգրանաշենի, սա ինչ վտանգներ է մեր համար պարունակում։ Նախ դա նոր չեն սկսել, դա հին խոսակցություններ են, պարզապես եթե ուշադրի լինեք, ինքս ինձ կորով է գնում թեման բարձրացվում է, հանդարտվում է, հետո նորից է բարձրացում, հետո հանդարտվում, այսինքն հասարակությանը այսպես ասած սովորեցնում են եւ բան են անում, որ հադե վաղուց է այս թեման, ուրեմն հարցը պետք է լուծել։ Ռազմական եւ ստրատեգիական տեսանկյունից իհարկե դա Հայաստանի շահերից չի բխում, որովհետեւ եթե ով չգիտի ինչ բան է Արցվաշենը դա նույնն է, ինչ Նախիջևանը Ադրբեջանի համար։ Այսինքն դա 4 կողմից Ադրբեջանի կողմով, Ադրբեջանով շրջապատված գյուղ է, որը չի կրում ոչ մի ստրատեգիական նշանակություն։ Ժամանակին դա Հայաստանի Հանրապետության, Սովետական Հայաստանի Հանրապետության ամենահարուստ գյուղերից մեկն էր, որը իրոք տնտեսական լուրջ դերակատարություն ուներ, սակայն այն ժամանակ, քանի որ չկար պատերազմ, չկար հայ-ադրբեջանական խնդիրներ, հա, այսինքն այդ հավաքած ցորենը, բոլոր այն բարիքները, որը տնտեսապես իրոք ապահով եւ շահավետ գյուղը կարողանում էր ապահովել Հայաստանի Հանրապետության որոշակի պաշարները։ Հիմա մենք այդ խնդրը առաջակա, որտեղ Ադրբեջանը երբեք թույլ չի տալու, որ մեր բեռերը անխոչնդոտ գնան գան։ Իսկ ինչ նշանակում է անկլավներին, դա նշանակում է, որ մենք մեր տարածքում ձեռք ենք բերելու Ադրբեջանի զորքեր, որովհետև այդ գյուղերում
եթե հաշվի առնենք, որ պահպանվում է Հայաստանի Հանրապետության կոնֆիգուրացիան, այսինքն ոչ թե այսպես կտրում են Հայաստանից մի մաս ու տալիս են Ադրբեջանին, այլ Հայաստանի տարածքում կան գյուղեր, որոնք ձեզ թվում այնտեղ գյուղացիներ են ապրելու, իհարկե ոչ։ Այնտեղ լինելու են ռազմական գառնիզոններ, այսինքն մենք մեր տարածքում ձեռք ենք բերում ռազմական բաներ, ռազմական թշնամի երկրի ռազմական ներկայություն եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ամբողջաշարությունը, ես համոզեցնում եմ, որ նրանց ռազմական մատակարարումը չի խոչընդոտվելու, այսինքն եւ զենքը եւ սնունդը, անխոչընդոտ հատելու է Հայաստանի Հանրապետության սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքով մատակարարվելու է այն ռազմական գունդերը, որոնք տեղակայվելու են մեր տարածքում։ Եվ ինչ վերաբերում է Տիգրանաշենին, դա մեր, ես անգամ չգիտեմ ինչ ասեմ, դա մեր անվտանգության այն վերջի կետն է, որից հետո արդեն սկսվում է Երևանը։ Ու էլ չեմ ասում, որ այն տարածքն է, որը Հայաստանը կիսում է հյուսիս եւ հարավ, որ պահին Ադրբեջանը ուզեց, նրանք արենից կտրելու են Հայաստանը ու մենք չկարողանանք բանից երասխից ներքև իջնել։ Նորավանք, չգիտեմ, ջերմուկ, մենք դրանց հասանելիությունը կորցնելու ենք։ Եվ դրա դիմաց մենք ստանալու ենք մի տարածք, որտեղ ոչ ոք չի բնակվելու, որտեղ ոչ ոք ոչինչ չի աճեցնելու, իհարկե մենք չենք ունենալու այնտեղ ռազմաբազա, որովհետև Ադրբեջանը երբեք չի հանդուրժի, որ նրա տարածքով զենք զինամթերք տեղափոխվի Ադրբեջանի խորք, ինչն է Արցվաշենը։ Դա այն ամենաօպտիմիստիկ տարբերակն եմ ասում, որ Ադրբեջանը համաձայն է վերադարձնել Արցվաշենը։ Բայց ես վստահեցնում եմ, Ադրբեջանը երբեք չի վերադարձնի Արցվաշենը։ Երբեք, որովհետև Ալիևը միտված չի ինչ-որ մի բան զիջել Հայաստանին, անգամ եթե այդ զիջումը արդար է։ Եվ այս պարագայում մենք կրկին կորցնելու ենք ոչինչ ձեռք չբերելով, բացի գլխացավանքից եւ վտանգներից մի շարք։ Եվ փաստացի հենց այս վտանգների մասին խոսելու համատեքստում Հայաստանում մարդիկ են ձերբակալվում, ոդքասթի համահեղինակներ, լրատվամիջոցների նկատմամբ գրողներ են տեղի ունենում, որպեսզի այս ամենը ինչի մասին մենք խոսեցինք, որոնք կատարվում են հենց հիմա մեր շուրջ, չբարձրաձայնվի։ Հասկանում եք, նրանց անհրաժեշտ է պահպանել իշխանությունը։ Եվ ինչ արվում է այդ տրամաբանության շրջանակներում։ Եվ լրագրողներ կձերբակալվեն, եւ բանակ կազմաքանդվի, տարածքներ կզիջեն, Արցախ կդավաճանեն, ցեղասպանությունից կուրանան, Արարատ լեռանից կհրաժարվեն, հայոց պատմությունից կհրաժարվեն, հասկանում եք, մենակ մեկ նպատակով պահպանել իշխանությունը, եւ սա արդեն իշխանամոլության մասին չի խոսքը։ Միգուցե Ալեն Սիմոնյանի համար իշխանությունն է կարեւոր, բայց Փաշինյանի համար անձնական անվտանգության եւ կենսական նշանակություն ունեցող հարց է դա։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կանխի Հայաստանի ադրբեջանացումը վերջնական։ Երևի դառնա ընդդիմություն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube ալիքին, կհանդիպենք։